Այս պահին միանում ենք Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոն, այնտեղ աշխատում է իմ գործընկեր Ծովինար Բարխուդարյանը։ Ծովինար, ինչ է կատարվում այս պահին Հանրաքվեի մամուլի կենտրոնում, ակնկալում ենք նախնական տվյալներ Սահմանադրության նախագծի Հանրաքվեի քվեարկության ավարտից հետո։ Բարի երեկո Գագիկ, այո, նախնական տվյալները կան եւ այժմ այն հրապարակում է Սահմանադրության Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը, խնդրեմ։ Բարի երեկո, այժմ ես կներկայացնեմ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հանրաքվեի քվեարկության մասնակիցների տվյալները ըստ ընտրատարածքների ժամը 20:00-ի դրությամբ։ Այսպես, թիվ 1 ընտրատարածք ցուցակում ընդգրկված են եղել 9633 քաղաքացիներ, քվեարկությանը մասնակցել է 5147 քաղաքացիներ կամ 53.43%։ Թիվ 2 ընտրատարածք ըստ ցուցակի 9462 քվեարկությանը մասնակցել են 5342 քաղաքացիներ կամ 56.46%։ Թիվ 3 ընտրատարածք մասնակիցների թիվը ըստ ցուցակի 9502 քվեարկությանը մասնակցել են 5429 կամ 57.14%։ Թիվ 4 ընտրատարածք ըստ ցուցակի 9386 մասնակցել են 5280 քաղաքացիներ կամ 56.25%։ Թիվ 5 ընտրատարածքում ըստ ցուցակի 8779 քաղաքացիներ քվեարկությանը մասնակցել են 8297 կամ 94.4%։ Թիվ 6 ընտրատարածքում ըստ ցուցակի 9699 քվեարկությանը մասնակցել են 7988 քաղաքացիներ կամ 82.36%։ Թիվ 7 ընտրատարածքում ըստ ցուցակի 8937 քաղաքացիներ են ընդգրկվել, քվեարկությանը մասնակցել են 7512 քաղաքացիներ կամ 84.6%։ Թիվ 8 ընտրատարածքում ըստ ցուցակի 8756 մասնակցել են 6998 քաղաքացիներ կամ 79.92%։ Թիվ 9 ընտրատարածքում ըստ ցուցակի 8690 մասնակցել են քվեարկությանը 7310 քաղաքացիներ կամ 84.12%։ Թիվ 10 ընտրատարածքում ըստ ցուցակի 11095 քաղաքացիներ ընդգրկվել, քվեարկությանը մասնակցել են 10589 քաղաքացիներ կամ 95.44%։ Թիվ 11 ընտրատարածքում ըստ ցուցակի 9748 քվեարկությանը մասնակցել են 7917 քաղաքացիներ կամ 91.48%։ Երևանի տեղամասում ըստ ցուցակի ընդգրկվել են 869 քաղաքացիներ, քվեարկությանը մասնակցել են 571 քաղաքացիներ կամ 65.71%։ Այսպիսով քվեարկությանը ըստ ցուցակում ընդգրկվել են 104566 քաղաքացիներ, քվեարկությանը մասնակցել են 79380 քաղաքացիներ կամ 75.91%։ Այսքանը, շնորհակալություն։ Օրենքով